Եկեղեցի 1+1 1+1 Աստված ուզում է որ դուք աղոթեք կոնկրետ եւ աղոթեք ինչ-որ մեկի համար։ Եթե դուք չգիտեք ում համար աղոթել, օրինակ ես գիտեմ ում համար է պետք աղոթել, եւ դա միշտ սկսվում է քո ընտանիքից, աղոթել ինչ-որ մեկի համար։ Քո ընտանիքից մեկի ով փրկված չի։ Երկրորդ բանը, որ դու սկսում ես աղոթել, դա քո շրջապատի եւ հարևանության համար է, ում դու տեսնում ես ամեն օր։ Երրորդը դու աղոթում ես այն մարդկանց համար, անգամ որ դու չգիտես իրանց մասին, քո քաղաքի մարդկանց համար։ Եվ քանի մարդ ես ուզում Աստված փրկի քո միջոցով, միգուցե մեկ օրը, միգուցե մեկ շաբաթը, միգուցե մեկ ամսը, միգուցե մեկ տարվա մեջ։ Դու ալ մուծին ասո այդ մեծ գիգանտը։ Ասում էր, մինչև ես մեկ հոգի չէի կարոզում, ես այդ օրը չէի քնեմ։ Եվ կար մի օր, որ ինքը անհանգիստ էր պարկել էր ու իր քունը փախել էր։ Որովհետև անհանգիստ էր իր մեջ, պատճառը սա էր, որ այդ օրը ոչ մեկին չի ավետարան է։ Եվ իր ներսը խաղաղ չէր։ Վեր կացավ եւ գնաց եւ գտավ մի հարբեցողի փողոցում։ Եվ նրան ասոխոսկեր կարոզեց, խոսած։ Եվ նրա գրպանը ավետարան դրեց։ Եվ հաջորդ կիրակի տեսավ ահա այդ մարդը։ Եվ եկավ եւ իր սիրտը տվեց Հիսուսին։ Եվ փրկվեց։ Մենք չգիտենք թե ինչքան մարդիկ կան, որ այս քաղաքը փրկության կարիք ունեն։ Մենք պետք է աղոթենք իրանց համար։ Որոշներն անուններով, որոշներն մոտարապես եւ ընդհանրապես ամեն մեկս պետք է աղոթք անենք, ասենք դուր ամենակիչը ինձ մեկ մարդ։ Գիտեք, ես վստահ եմ, որ շատերի սերը կթարմանա, երբ որ մենք ավետարան քարոզենք, մենք թարմություն կստանանք։ Ես անցած կիրակիներին խոսում սրա մասին եւ ուզում եմ մի բան ասել ձեզ, որ սա իմ կարիքն է, ամեն օրվա աղոթել մեկ մարդ, ամենակիչը մեկ մարդ դուր ինձ ավետարան քարոզեմ եւ առաջնորդեմ Քրիստոսին։ Ես վստահ եմ դուք լսում եք եւ շատերը գնում ու չեք անում այս բանը, բայց ես տեսնում եմ արդյունքը, որ մարդիկ արել են այդ բանը։ Երկար ժամանակվա մեջ արել են այդ բանը եւ ահա մարդիկ են եկել։ Ինչպես որ նաեւ ծուլության թեման խոսալուց հետո որոշները չուզեցին իրանց ծուլությունը փոխեն, որովհետեւ փաստ նալիցո են, որ ասեն ֆակ նալիցո, ոչինչ չի փոխվի կյանքի մեջ։ Դուք պետք է ապաշխարեք եւ առաջ անցնեք, որովհետեւ սա ուղիղ համակցված է ձեր հեղինակության հետ։ Աշխատեք ձեր հեղինակության վրա, ոչ թե որ ուղղակի դուք հավատացյալ եք։ Աղ եւ լույս եղեք։ Մարդիկ ուզում են տեսնել ձեր խոսքերը գործերի հետ։ Եվ քարոզեք ամեն օր մեկ մարդուն։ Ես ասում եմ, որ եթե 3-ից մի փոքր վարքյան ավել դուք մեկ հետ շփվեցիք, իմացեք, որ դա հնարավորություն է, որ քարոզեք ավետարանը ինչ որ մեկին։ Պատմեք իրան Հիսուսի մասին։ Մենք ժամով նստում ենք ինչ որ անհասկանալի մարդկանց կողքը եւ անհասկանալի զրույցներ են կանում եւ իրանց թեմաները գերակայում է եւ ավետարանի դերը եւ նշանակությունը փոքրանում իմ ու քո վախի պատճառով։ Ուզում եմ մի բան ասել, սա ամենամեծ դժվարությունն է շատերի համար սկսել ուղակի։ Այն ակնթարթ, երբ որ դու սկսեցիր, ամեն ինչ դառնում է հեշտ։ Դա ակնթարթային պա, երբ որ դու սկսեցիր, ուրեմն վերջ, իմացի, դուք քարոզես։ Մենք պետք է գնանք ու հանդիպենք այդ մարդկանց նորից։ Ահա, կես ժամ լկրահաչ ենք անում իրար հետ, տարբեր բանից, բայց չկա Քրիստոսը, չկա ավետարանը, չկա Աստծո փրկարար շնորհքը։ Ես հավատում եմ, որ մենք քարոզենք Հիսուս փրկիչը, Հիսուս հայտնվելու այդ մարդուն որպես փրկիչ։ Եթե մենք քարոզենք այդ մարդուն, որ Հիսուս բժիշկ է, Հիսուս հայտնվելու է որպես բժիշկ։ Եթե մենք քարոզենք այնպես, ինչպիսին կա Հիսուս, Հիսուս այդպիսին պիտի հայտնվի այդ մարդկանց, որովհետև խոսքը որոշում է կուրսը, թե դու ինչքան կգնաս եւ ինչքան հեռու կգնա եւ ով կգա այդտեղ։ Մենք պետք է սա անենք
Եվ մենք ասում ենք չի ընդունեմ, մարդը չի ընդունում, մենք դեմքին ենք նայում, բայց ահա երեք մարդիկ կային, որոնց դեմքին ենք նայում, հանկարծ փլվեց այդ պատը։ Եվ արտասունքները հոսում էին մարդկանց աչքերից։ Սա մեր ապագա եկեղեցին էր։ Ես սիրում եի ապագա եկեղեցու ժողովրդին։ Ես արդեն ծառայում եի ապագա ժողովրդին եւ օրհնում եի ապագա ժողովրդի կյանքը եւ ընտանիքը Հիսուսի անունով։ Եվ ես ուրախանում եի նոր պտուղներով։ Մենք ասում ենք չի ընդունում, մենք դեմքին ենք նայում, իսկ Աստված ասում է իր սիրտը արդեն պատրաստ է։ Ահա, արդեն ջերմակել է ժողովուրդ։ Սա ես չեմ ասում։ Սա Հիսուսն ասում։ Ուրեմն ասում է մարդիկ պատրաստ են։ Բայց մենք ասում ենք չէ, լա դեռ ժամանակ կա, լա դեռ բավոր։ Գիտեք, մենք նայում ենք երեսին, բայց Աստված նայում է սրտին եւ ասում է ես արթնացրել եմ իրան։ Դու քեզ զարթնելուց հետո տեսել ես հայլում։ Դու ես նենց ոչինչ վախենալու։ Դու ես նենց ոչինչ չընդունվող։ Դու ես նենց դաժե դու քո երեսին նայում ես մի հատ էլ այդտեղ ես զարթնեմ։ Մենք նայում ենք երեսին, բայց ներսում արթնություն է սկսվում։ Ներսում արթնություն է տեղի ունենամ։ Ներսում երում է ինչ-որ բան արդեն։ Ներսում արդեն բլբլդում է։ Եփ է եկել արդեն։ Չէ որ մեր սրտերը, մեր ներսը, չէ որ մեր ներսում մեր սրտերը փշրվում էին։ Մեր ներսում մեր սրտերը լացում էին։ Մեր ներսում մեր սրտերը սկսել են շարժվել, ինչ-որ բաներ կատարվում։ Ահա Կղիոպասը սա էր ասում։ Իմ ներսում, իմ սիրտը փշրվում էր, լացս գալիս էր։ Այո, լացս կեր։ Լաուր մոքիր։ Իստում է, սա աշխատում է, որովհետև ես երկար ժամանակ եմ արել սա ու աշխատել է։ 3 օրը 5 օրը 1, ամենաուշը 5 օրը 1 պետք է այցելել այդ մարդկանց, պետք չի բաց թողալ։ Այում դուք քարոզեցիք, բերեցիք 3 օրը 1, ամենահարմար օրերն է, ամենաուշը 5 օրը 1։ Իրան կապրեն այդ դոզայով, 3-վա դոզայով 3-ից 5 օր կապրեն, պետք է երկաթը ծեծել տակ։ Պետք է նորից գնալ, նորից աշխատել, նորից խոսալ, նորից ավետարանել, նորից վկայել, համոզվել այնքան, որ այս մարդը արդեն վերստին ծնվեց։ Շատերը վերստին ծնվում են եւ շատերս ասում են բրավո, ալելույա, ինքը Հիսուսին ընդունեց, ստոպ։ Իրա միտքը պետք է փոխվի, փոփոխության էլ ենթարկվի։ Իրա միտքը դեռ աշխարհիկ է։ Շատ վերստին ծնված հավատացյալներ դեռ աշխարհիկ են, որովհետև մտածելակերպը դեռ հին է, պետք է աշխատել եւ աշխատել խոսքի միջոցով, ոչ սեփական բառերով, այլ Աստվածաշնչի խոսքերի միջոցով։ Ցույց տալ եւ ապացուցել, որ Հիսուսը Քրիստոսն է։ Մենք կարող ամեն ինչ խոսանք, բայց մեր խոսքերը ոչ շինող են, ոչ է հավիտենական։ Տիրոջ խոսքն է շինող եւ հավիտենական։ Ով լսեց, առաջի երթին մենք պետք է ամեն օր խնդրենք մի մարդ Աստված, ամենակիչը մի մարդ, կամ մի շաբաթվա մեջ քանի մարդ ես ուզում, 14 մարդ, 21 մարդ, կրկնապատկի, եռապատկի, քառապատկի, նա ինչքան ես ուզում, շաբաթվա մեջ, ամսվա մեջ, տարվա մեջ, քանի մարդ փրկվեն, ես խնդրում եմ, հեքիաթների մեջ չընկնեք, եթե դուք Պոնչիկի հավատք չունեք, Դավիթ Յոնգիչո եւ տորտ ուզեք, մի տարվա մեջ ինձ տուր 1000 հոգի, կամ այս 10,000 հոգանոց քաղաքում ասել տուր Ստեփանավանում 100,000 հոգի, դու ֆանտաստիկ ժանրի մարդ ես, ավատր ես դու, ավատր։ Այս քաղաքի գոնե 10%-ը պետք է բերել Հիսուսին։ Ով լսեց։ Կարոզել ամեն օր մինիմում 1 մարդ, ես պլյուս 1։ Համարձակություն, համար առաջի, երբ որ դու քարոզես, սկզբից դժվար կլինի։
Համոզացրեք մարդկանց, համոզացրեք, հավատ քարոզեք, սեր քարոզեք, խոսեք համոզիչ եւ զորությամբ, մաքուր պայք ձեր ռեպուտացիան, ձեր հեղինակությունը ավելի մեծ բան կարանի։ Քարոզեք, որովհետեւ մարդիկ ուզում են լսեն եւ չեն ուզում լսեն մի մարդու, որ ահա սիգարետը բերանին Հիսուսա քարոզում։ Հայհոյանքը բերանին Հիսուսա քարոզում։ ԽՄՄ-ը ու Հիսուսա քարոզում։ Չէ, դա հեղինակություն չի, դու չարախոսում ես, հետո Հիսուս ես խոսում, դա հեղինակություն չի, դու բամբասում ես, դատում ես, հետո Հիսուս ես խոսում, չի կարող մի աղբյուրից երկու ջուր բխի, լեղի և քաղցր, մեր խոսքերը պետք է լինի համոզած խոսքի միջոցով, համոզված, համեմցած խոսքի միջոցով, ժողովուրդ, միշտ բացատրեք, որ հավատքը ինչքան կարևոր բան է, որտեղ մարդը կարա մենակ հավատքով փրկվի։ Տեսեք, ես այն Կիրակի 8 բան եմ ասել վկայելու մասին, որ պետք է վկայել եւ ինչի համար է պետք վկայել։ Սա առաջի տեղն է 8 կետն, որ ես խոսացել եմ։ Երկրորդ բանը, որ ասում եմ, սա ամեն մեկի հետևից կա մի մարդ եւս, ամենակիչը մի մարդ կա, դու ես, ճիշտ է, եւ դու ունես քո հետևին մի մարդ։ Դու կարաս թույլ չտաս այդ մարդուն գա եկեղեցի։ Դու դուր ես, դու փակ մնաս դեպի Քրիստոս, դու փակ մնաս դեպի եկեղեցի, ինքը չկարողանա երբեք մտնի եկեղեցի, երբեք մտնի Քրիստոսի մեջ։ Ով լսեց։ Հայերեն ասա, թե չէ։ Ամենակիչը մեկ մարդ մեր հետևին կա։ Միգուցե այդ մեկի հետևին կա երկու հոգի։ Միգուցե այդ երկուսի հետևին կա արդեն 6 մարդ։ Եվ սա շղթական կապ է։ Մենք պետք է ավետարան քարոզենք այսև։ Մի մտածի, որ դու սաղ աշխարհին կարաս փրկես։ Դու կարող ես փրկել մեկին, իսկ մեկը կարող է փրկել երկուսին, իսկ այդ երկուսը կարող են փրկել 6-ին արդեն։ Եվ այսև շղթական իմ պտուղը բերում է իրա պտուղին։ Մենք սա պետք է անենք։ Դուք ասում եք, մենք գիտենք, բայց ես իմ հետևին մարդ չունեմ։ Դուր ինձ մի մարդ։ Դուր ինձ մի մարդ, որին ես կքարոզեմ։ Եվ ինքը կլսի։ Եվ շղթական այսև ռեակցիա կլինի։ Մարդիկ կգան։ Գիտեք, տաքսով եք գնում, քարոզեք, տաքսիստները սաղ աշխարհին հետ են խոսում։ Իրանք քարոզեն բոլորին։ Ձեր հեղինակությունը, երրորդը, սա կարևոր է, ժողովուրդ, սա կարևոր է։ Գիտեք, հեղինակություն գցելը վայրկյանի հարց է, հեղինակություն կառուցելը տարիների հարց է։ Չորրորդը դա անհանգստությունն է, որ ես ունեմ իմ մեջ։ Ես իմ մեջ անհանգստություն եմ այս քաղաքի վրա։ Ես անհանգստանում եմ, որ մարդիկ չեն ապաշխարում։ Ես անհանգստանում եմ, որ մարդիկ չեն ընդունում։ Ես անհանգստանում եմ, որ մարդիկ չեն փրկվում։ Ես անհանգստանում եմ, երբ որ սքո սրաների մոտով անցնում եմ, եւ ահա այսօր էլ երկու մահ։ Եվ մարդիկ դժոխք են գնում։ Սա վիճակագրություն է։ Մարդիկ միլիոններով են օրեկան մահանում եւ գնում դժոխք։ Իսկ մենք քարոզում ենք դուր ինձ Լատինական Ամերիկան, դուր ինձ Աֆրիկան, դուր ինձ Ամերիկան, ժողովուրդ, այսև հեքիաթներ դուք հավատում եք։ Դու ստեղ ես ծնվել եւ Տերը ասում է, հա, քո հարևանին եմ քեզ տալիս։ Մի մարդ, գետ մի մարդ եմ քեզ տալիս։ Դու սկի իրան չես կամ փրկես։ Դու գնաս այնտեղ ինչ անես։ Աղոթեք, որ Աստված ձեզ տանի այդ մարդկանց մոտ, կամ բերի այդ մարդկանց ձեզ մոտ։ 6-րդը, 5-րդը, աղոթեք, որ Աստված ձեզ այդ մարդուն տա, որ վկայեք։ 6-րդը, Աստծո սիրո մասին քարոզեք։ 7-րդը դա սուտն էր, հիշում եք սուտը որն էր։ Ես լուր վկայեմ։ Դու սատանայի սուտը շատ էժան գնով ես առել։ Դու լուր վկայես։ Մարդ կա, չէ՞ որ ինքը այստեղ լսել է այդ բառը, հոգեգալստական մի հատ անիծված տերմին է։ Ես լուր նայում եմ, թե մարդը ինչպես է դժոխք գնում։ Ես դրա վկան եմ։ Պատկերացնում եք, ես լուր վկայեմ, թե մարդիկ ոնց են մեռնում, իմ կողքերին աջ ու ձախ մահը հնձում է։ Ես լուր վկայեմ։ Իսկ կարաս ասես քո լուր վկայությամբ այսքան տարի քանի մարդ է փրկվել։
0 ու անվերջ զրոներ։ Կարաս տեղ մեկը ձեր բարձրացնի, որ քո լուր վկայության մեկը փրկվել է։ Իմ լուր վկայության մեկը չի փրկվել։ Իմ լուր վկայության մեկը չի եկել Հիսուսին։ Իսկ ես կամ ցույց տամ 100 փրկված մարդ, ով իմ քարոզով է ապաշխարել։ Եվ մարդիկ, ովքեր որ դիտում են YouTube-յան էջով, գրում են կոնֆիդենցիալ կամ գրում են անձնական YouTube-ի տակ, որ ես ձեր ծառայություններով եմ փրկվել։ Մարդիկ, ովքեր վկայում եւ խնդրում են, որ իրանց այցելենք եւ ծառայենք իրանց։ Ահա տեղ-տեղ եկեղեցիներ ուզում ցկթի դուրս գա։ Այստեղ, այնտեղ, մյուս տեղը։ Եվ պատրաստվեք, որ գնաք հովություն անեք։ Ինչ խաբար։ Մտածում եք, ես պետք է գնամ։ Բա դուք ինչի համար եք աճում, մեծանում, որ եկեղեցու աթոռ մաշեք, տարիներով ստաժ ձեռք բերեք, ծերանակ եկեղեցում։ Իսկ պետք չէ ծեվի դինոզավր եկեղեցի։ Գնացեք եւ հովություն արեք։ Շուտով երկու տեղ հովիվ են ուզելու։ Երկու տեղ հովիվ են ուզելու, ժողովուրդ հասկանում եք։ Ես գործ չունեմ, ես ձեզ կուղարկեմ, ես ձեզ զոհ կուղարկեմ, զոհասեղան կբարձրացնեմ, վարվեք Աստծո սիրո։ Կարլ Գուստավը ասիական երկրներից մեկում քարոզելու ժամանակ մարդիկ են մտնում ավտոմատներով։ Կամ կարծես Վրաստան ալինում, Ուլֆ, զանգում, Ուլֆ, ստեղ ինձ ուզում են սպանել, ասում Ուլֆ ընդեց, հա, ծիծաղում ասում, բայց կես չգիտեր, որ ընդեղ զոհ եմ բերել։ Միգուցե քո մահով տերը փառավորվի։ Ասում Ուլֆ, դու կատակելու ժամանակ ես գտե։ Հեռախոսը ականջին ես եւ ասում ինչ անեմ, ասում աղոթի, ասում հալելույա, քերարաբաշը, լեզուներով աղոթեր, ասում եկան պտտվին, 3 հատ գորիլա են ես ավտոմատներով, պտտվին, նային ու գնացին։ Դու կարծում եք, տերը պատականած է վրա, ժամանակ, երանդ, ուժ, ֆինանսներ, օրտնեմ, քեզ պետք է 1000 շաբի կոծվես։ Դու ինքամոծված ես, որ քեզ արդեն վաղուց է պետք վզին տալով քշել, որ գնալ միտեղ հովություն անել, ծառայել։ Իա։ Մենք էլ կգանք ժամանակ առ ժամանակ։ Մեկին աստղերին շատ մոտ կտանեմ, մեկին արևին շատ մոտ կտանեմ, արևին հոկտեմբերյան, ավելի շատ մոտ, որ տաք լինի, աստղերին շատ մոտ, որ կարողանաք հստակ հաշվել աստղերը, բյուրական և հոկտեմբերյան, լալա քույրիկ, ձեր մասին է խոսքը, ասեց Գառնիկ աղբեր, շուտով մենք հովիվ ենք պահանջելու ձեզանից, լսում եք, ժողովուրդ լսում եք, շուտով մենք հովիվ ենք պահանջելու ձեզանից, պատրաստ եք Եփեսոսը մարդկանց նման գազանների հետ կռվեք, հա, եղբայրներ, քույրեր, ոչ մեկից չեմ ցածրացնում, բայց ահա հովիվներ են պետք, դուք պետք է վաղուց պատրաստվեիք, շատ վաղուց, ահա իմ սիրտը պատրաստ է Տեր, ոչ թե դու հասնում ես ինչ-որ մի ծառայության ես անելով, են անելով, կոչումը չեն հասնում կոչումին, կոչումի մեջ Աստված է քեզ դնում, կանչում, կանչվածությունը դա ոչ մի կապ չունի մագիստրատուրայի հետ, ոչ մի կապ չունի ինստիտուտի և համալսարանի և կիբեռնետիկայի հետ, կանչվածությունը կապ չունի, քանի բակալավր ես ավարտել, քանի հոգևոր աստիճան ունես, քանի շքանշան ունես, քանի մեդալ ունես, քանի հատ փափաղ ունես, դա կապ չունի։ Աստված ընտրում է ոչինչներին,
Եվ առեսօր նրանք, որ իրանք կարծում են իրանք մի բան են, ոչիչներին թենց են նայում, բայց ամեն հները անցել է։ Եվ Աստված կանչում է ծառայության մեջ։ Աստված կոչ անում այսօր ծառայության մեջ։ Մարդիկ է փնտրում, որ ասի ում ուղարկեմ լավ, ում ուղարկեմ Հոկտեմբերյան, ում ուղարկեմ Գյումրի, ում ուղարկեմ Երևան, ում ուղարկեմ Բյուրական, ում ուղարկեմ Վանաձոր, ում ուղարկեմ մյուս տեղը, ում ուղարկեմ Ստեփանավան, այն ուգլի են տունը, ում ուղարկեմ են մարդու մոտ, որ դուք եք ճանաչում։ Աստված մարդ ա ուզում։ Ստեղ ինչքան մարդ կա, ձեզ ա ուզում Աստված, ինձ ա ուզում, բոլորիս ա ուզում, ամեն մեկիս ա ուզում։ Ամեն մեկից էլ պահանջելու է։ Ամեն մեկից էլ պահանջելու Աստված։ Մեկը չի կարա ասի, դու ինձանի չես կարա պահանջես, որովհետև չես տվել։ Ինչքան բաներ ես դու լսում ստեղ, դա քեզ տրվել է։ Դու պետք է պատասխան տաս դրա համար։ Ես պետք է պատասխան տամ։ Քեզ օծել է, ինչ ես արել այդ օծությունը։ Պատասխան ես տալու այդ օծության համար, որ խաղացել ես ու կորցրել ես։ Քեզ Աստված հարցնելու է բոլոր այն հայտնությունները, որ քեզ տվել է, եւ դու այսօր այդ հայտնություններով չես քայլում, չես ապրում, պատասխան ես տալու։ Պատասխան ես տալու այն ծառայության համար, որ դու ինքնակամ լքել ես։ Պատասխան ես տալու այդ ծառայության համար։ Պատասխան ես տալու քո անհնազանդության բունտերի համար։ Ես քարոզում եմ ճշմարտությունը։ Եկեք Աստծուց վախենանք եւ պատրաստվենք նոր ժամանակների համար, որովհետև Աստված մարդիկ ա ուզում ուղարկի, իսկ մենք պետք է պատրաստ լինենք դրան, ընդունելու հունձքը։ Արդյոք դու քո ամբարները պատրաստել ես հունձքի, արթնության, մարդկային հոգիների փրկության տեղ, թե ուզում եք փախչեք այս երկրից, ուզում եք փախչեք այդ քաղաքից, ուր ուզում ես փախի։ Քանի հատ պլաստիկ օպերացիա ուզում ես արա, ինչքան ուզում ես դիմակդ փոխի, ինչքան ուզում ես շորերդ փոխի, ինչքան ուզում ես երեսիդ քող գցի, Աստված քեզ ճանաչում է որպես քեզ։ Կինոաստղերը իրանց հասարակ տեսքը դարձրել են, ասենք շքեղ տեսքեր են շինել եւ ամբողջ աշխարհը գժվում է իրանց նայելով։ Չգիտեմ ինչ հեղինակություններ անուններ են, չգիտեմ շատերի անուններն է, ժողովուրդ, ես չեմ հետաքրքրվում այդ դերասան դերասանուհիներով։ Մի երկուսի անունը գիտեմ, էդ էլ են հին ժամանակվանից մնացած։ Էդ էլ չգիտեմ, կան ասպարեզում են, չկան, էլ ֆիլմերում կան, ֆիլմերում էլ դերասանը չի պետք։ Արհեստական բանականությունը օգնական Հոլիվուդի ռեժիսորների մեծ բյուջե ստանան առանց դերասանների եւ սաղ իրանք գրպանեն։ Եվ անգամ են իրանց փոխել, կարծես թե իրանք ուրիշ մարդ են։ Եվ մարդիկ գժվում են, նայում են, ինչ սիրուն են, մենք էլ իրանց նման անենք։ Երկու հատ պրոշ դրին, երկու հատ քամակ դրին, երկու հատ դոշ դրին, всё, սա տյունինգ է։ Բայց Աստված գիտի, որ այդ մարդը չի։ Այդ մարդը, այն մարդն է, ում ծնել է հենց այդ ձև։ Իրանք պատասխան են տալու Աստծուն։ Մենք էլ ենք պատասխան տալու Աստծուն։ Սաղս չկար արած, որ նրա առաջ չկանգնի։ Բոլորն են կանգնելու։ Դժոխքում էլ մի բան են գոռալու, ջուր, գոռալու են հավիտյանս հավիտենից, վառվում ենք ստեղ։ Կատակ չի լինում Աստված, ծաղր չի լինում, մի խաբվեք։ Լուրջ նայեք սրան։ Լուրջ նայեք սրան։ Դուք այսօր այնքան բաներ ունեք, որ բավական է գոհանալ Տիրոջից, շնորհակալ լինեմ։ Շնորհակալ եմ։ Ես շնորհակալ եմ։ Հնարավոր է ասես իմ սրտից չքարոզեցիր այսօր։ Ես քո սրտով չեմ էլ ուզում գնամ։ Ես գիտեմ քո սրտի մեջ ինչ է գնում։ Մոտեցի Տիրոջը, տես իր սրտի մեջ ինչ է տեղի ունենում։ Եկեղեցու պատասխանատվությունը դրված է թիմի վրա։ Իմ վրա։ Մենք բոլորով պատասխան ենք տալու։ Ինչ արեցինք, պատասխան ենք տալու։ Ինչ չարեցինք, դրա համար ենք պատասխան տալու։ Ստեղ հրավիրատոմսեր կա։
Չեմ ուզում տանեք, դնեք ձեր գրքերի մեջ ապրեք։ Կոնկրետ ամեն մեկդ վկայում եք մեկ մարդու, կարաս փոխանցես ամեն մեկը մի հատ վերցնի։ Հրավիրեք, քարոզեք, կանչեք։ Ես հավատում եմ, որ մարդիկ ստեղ կան, որ Աստված իրանց հետ աշխատում է եւ խոսում է։ Ստեղ ինքան տեղ չի լինելու, որ մենք ոտքի վրա ենք մնալու։ Միգուցե կողքերից լայնացնենք, երկարենք, ստեղ մեծացնենք։ Աստված կստիպի, որ մենք աճենք եւ մեծանանք եւ ընդարձակվենք։ Գալիս այդ հունցքը, գալիս այդ հունցքը։ Աստված տեսնում է, Լաուր, Աստված տեսնում է։ Աստված տեսնում է քո սրտի մոտիվները։ Մի բան եմ ուզում ասեմ, երբեք ոչ մեկին փողով, կաշառքով մի բերեք Աստծուն։ Կաշառակեր մարդիկ են, կաշառակեր մարդիկ ծնում։ Դու ես պատճառը, որ մարդիկ կաշառակեր են դառնում։ Դու տալիս ես, իրանք վերցնում են։ Մի օր չես տալիս, իրանք քեզանից հեռանում են։ Ես ոչինչ չունեմ, բացի Քրիստոսից տալու։ Ձրի առել եմ, ձրի է պետքա տամ։ Եվ սա փաստ է։ Ես կուզեմ, որ դուք հարուստ լինեք եւ դուք օգնեք մարդկանց։ Իսկ ձեր բարգավաճումը կապված է ուղիղ Աստծո հետ։ Ձեր բարգավաճումը կախված չի ինձանից։ Ձեր հարստությունը կախված է օծությունից, Սուրբ Հոգուց։ Հալելույա։ Հալելույա։ Շնորհակալ եմ Հիսուս։ Այսօր դուք լսեցիք ճշմարտություններ։ Աստված հանդիմանեց ձեզ։ Աստված հորդորեց ձեզ։ Որոշները մխիթարություն ստացան։ Որոշները Աստծո վախ ունեցան։ Չկարծեք, որ դա իմ մեջ չի կատարվում, դա իմ մեջ էլ է տեղի ունենում։ Ես տեսնում եմ 3 դեմքեր, ուրախանում եմ, ասում եմ Տեր Հիսուս, ինչ լավ է։ Եվ հանկարծ մտածում եմ, ասում եմ, վատ սցենարները կարող են լինել։ Զուտ են մարդկանց պատճառով, ովքեր չեն ուզում փոխվեն եւ կարող են պայթացնել իրանց վտանգավոր ներքին խառը բաների պատճառով։ Եվ միևնույն է Աստծուն պատասխան կտան։ Ով որ կգայթակղեցնի այդ փոքրերից մեկին, մանուկներից մեկին, որովհետև մեկ փրկվածի համար երկինքը ցնծում է, երկինքը ուրախանում է, մեկ փրկված մարդու համար։ Երկինքը մեծ հարսանիք եւ խնջույք է սկսվում, խրախճանք։ Հալելույա։ Իմ սիրտը էփում է Տեր։ Իմ սիրտը էփում է Տեր, վառվում է իմ սիրտը։ Իմ սիրտը վառվում է այս ուղղությամբ։ Ամբողջ շաբաթը դժվար շաբաթ է եղել ինձ համար, բարդ շաբաթ է եղել։ Եվ ինչ որ ես Կիրակի Մարգարյանում եի այստեղ, որ լոկոմոտիվ ուզում եմ վրով անցնի։ Եվ մենք ուժեղ բախվեցինք հոգևոր աշխարհում, ուժերի դեմ, աղոթքի ժամանակ, աղոթեցինք ու Աստված եկավ, շատ ուժեղ եկավ, Աստված ստեղ շատ ուժեղ եկավ։ Ես սկսեցի լուրջ վախենալ, որովհետև ասեցի, ինչ որ բան է պատրաստվում իմ դեմ, ինչ որ բան է պատրաստվում, ինչ որ բան կա պատրաստված, կամ կա արդեն։ Եվ հետո մի կերպ երկրորդ ծառայություն արեցի ու մի կերպ ես տուն հասա ու սկսվեց իսկական բախումը, դա արդեն տեղի էր ունենում Կիրակի օրը։ Երկուշաբթի օր Աստված ուժեղ այցելեց եւ ինձ հիշացրեց, հիշի քարոզետ Գեթսեմանի պարտեզի մեջ, երբ որ ես այցելեցի Տիրոջը եւ Տիրոջը զորացրի ու ուժեղացի, որովհետեւ ինքը խաչի չարչարանքները ճանապարհը պետք է անցներ, դոլորոսա պետք է անցներ չարչարանքի ուղիով։ Եվ Տեր ասեց, սա է պատճառը, որ ես օծում եմ, որպեսզի դու անցնես, որպեսզի լավն անցնի։ Չգիտեմ, սա իմ ու իր կյանքում է, սա մեր կյանքում է։
Սա մեր ընտանիքի մեջ է։ Աստված ինձ ասեց, որ նա ուզում է քո վրով անցնի, բայց ես անց կկացնեմ քեզ, անց կկացնեմ ձեզ։ Դուք կհաղթեք, սրա մեջ դուք կտեսնեք փառավոնին թաղվելուց։ Սա Աստված ասեց։ Երկուշաբթի օրը ստեղ այնքան ուժեղ օծություն կար, որ ես աղոթում էի ամեն մեկի համար, աղոթում էի Արտուշի համար։ Կարա ինքն էլ վկայի, թե ինչ էր կատարվում իր հետ։ Դա ոչ ուժով էր, ոչ զորությամբ, ոչ գոռալով, ոչ ղժալով, դա Աստծո հոգու զորությամբ էր։ Սատանան գիտի, որ մենք ավետարանը ուզում ենք ուժով, ուժգին ձևով, հզոր ձևով քարոզվի, ծառայվի, ավետարանը խոսվա մարդկանց։ Ահա Սոդոմի թագավորը ասում է, մարդիկ ինձ տուր, հարստությունը քեզ պահի։ Աբրահամն ասում է, ոչ մի դեպքում։ Նա ասում է, հրաժարվի մարդկանցից, հարստությունը թող մնա քո մոտ։ Ինձ պետք չի հարստություն, ինձ պետք է մարդիկ։ Ես այդ հարստությունից 10-րդ կզատեմ Մելքիսեդեկի համար։ Իսկ որոշները, որոնք դեմ են 10-րդին, իրանք հոգևոր չեն, որովհետև չգիտեն, որ այդ պատերազմից ավար կա։ Մարդկային հոգիները դրանք Տիրոջն են պատկանում, եւ դրա վարձքը դու ես ստանում, եւ Տերը քեզ օրհնում է դրա պատճառով։ Մարդիկ ինձ տուր ասեց։ Սատանան դեմ է, որ մարդիկ Քրիստոսին բերենք։ Դրա համար ինքը որոշելու է ավելի նենք ու ավելի ստոր ճանապարհներ եւ ուղիներ փնտրի, որպեսզի տրորտակի եւ հակառակվի մեզ։ Մեր հեղինակությունը Տիրոջից է գալիս։ Տերը մեր եղջյուրը ավելի շատ յուղով է լցնելու։ Տերը ավելի է ուժեղացնելու եւ բարձրացնելու։ Մինչ նրանք ուզենան հարցակվեն եւ տրորտակեն, այդ գնացքը իր ռելսերից Աստված գցելու է։ Աստված ռելսերից գցելու է այդ գնացքը։ Եվ Աստված մեծ թռիչք է տալու, մեծ թռիչք։ Եվ իր քամին փետուրների մեջ, թևերի մեջ է գալու եւ բարձրացնելու ավելի բարձր։ Երբեք արծիվը չի թռնում ճնճղուկների հետ, պինգվինների մակարդակը եւ հավերի չափով։ Արծիվների թռիչքը շատ բարձր է։ Աստված մեծ ու բարձր թռիչք է բերում։ Ես արդեն մարգարեանում եմ 2-րդ կիրակին եւ ես հավատում եմ, որ մեր հաղթանակը շատ մոտ է ու ստեղ արդեն։ Դա տեղի է ունենում։ Սատանային Աստված կողքրտելու է, Լևիաթանին, այդ հինոցին, գլուխը տրորտակելու է, սա 25 թիվն է, սա 25 թվականն է, սա աշխարհի կողմից հայտարարված է օծերի տարի, բայց Տիրոջ կողմից հայտարարված է նրա գլուխը տրորտակելու տարի, ջախջախելու տարի։ Եվ ահա զատիկը մեր Տերը, որ մորթվեց մեզ համար, խորտակեց սատանային, իր ուժերին, իր զորքերին, իր զորություններին, ամեն ուժ պետություն, ամեն տերություն, ամեն իշխանություն խորտակեց իր ոտքերի տակ։ Ահա նրա ոտքերը խոցված կկանգնեն քո տանդ մեջ, կկանգնեն քո դռներիդ մեջ։ Ահա նրա խոցված ձեռքերը կտարածվեն քո վրա եւ գիշերվա մեջ չես զարհուրի, հանկարծահաս վախից չես վախենա, թրջող նետերից չես վախենա, հարված չի կարող հասնել եւ մոտենալ եւ խփել եւ իր նշանակակետին հասնել։ Ամեն պլան կվիժվի Հիսուսի անունով, ամեն ծրագիր կվիժվի Հիսուսի անունով։ Բոլոր անեծքները, որոնք Աստված չի տվել, նրանք չեն աշխատի մեզ վրա Հիսուսի անունով։ Քիբոլել եմ բահալե, քիդոլ հբալել մոսա։ Հալելույա, 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 հալելույա։ Կելոլոմալե,
Քիդոն համալա Հիվալա հավարող շելեմելա Իսուս այստեղ